Խաղաղության պայմանագիրը կստորագրեն մինչև տարեվերջ, մասնագետները լավատես չեն, ինչ սպասել։ ՀԱՊԿ հույս ունի Երևանն ու Բաքուն կկարգավորեն հարաբերությունները հնարավորինս շուտ։ Հայաստանը Ռուսաստանի ռազմաբազան հանելու հարց չի քննարկում, Բաքուն երրորդ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։ Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները, բայց միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ, ներքաղաքական զարգացումներ, երկրորդ նախագահի հարցազրույցի վեկտորները։ Ընդդիմություն գումարած Աղազարյան Ասլանյան հավասար է իմպիչմենտ, կգնան այս ճանապարհով խորհրդարանականները։ Նորքը նոր թաղապետ կունենա, աղմկահարույց ծեծից 20 օր անց թաղապետը հրաժարական տվեց, բայց չի զղջում արարքի համար, սպառնում է վերադառնալ խորհրդարան։ Եվ հզոր պայթյուն Երևանում կան այրված մեքենաներ։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը արդյոք մինչև տարեվերջ կստորագրվի հարցին, թե մեր, թե նրանց կողմից լավատես չեն, քանի որ տարբեր պատրվակներ առաջ բերելով Բաքուն բացահայտ ձգձգում է գործընթացը։ Ավելին, Ալիևը այս պահին փորձում է պոկել ավելին լայնածավալ էսկալացիայի, սակայն ըստ մասնագետների չի գնա, քանի որ միջազգային կոնսենսուս չունի։ Հնդածս Ադրբեջանի իշխանական թևից վայրահաչոցները շարունակվում են, չկատարեք Ադրբեջանի պահանջները, Հայաստանը կվերանա քարտեզից զգուշացումով։ Սիրանուշ Մուրադյանի անդրադարձը։ Խաղաղության փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին լուրն առնելուն պես միջազգային հանրությունը ոգևորություն ապրեց։ Թվում էր, ուր որ է Ալիևը իր ստորագրությունը կդնի թղթի տակ։ Բոլոր պահանջները Հայաստանն ընդունել էր։ Փաստաթղթի համաձայնեցումն աճ ու ձախ ողջունում էին Գերմանիայի արտգործնախարարը նույնիսկ ասաց Հայաստանը համարձակ զիջումների գնաց։ Ինչու հիմա ոչ ոք չի հարցնում, ով եւ ինչու է ձգձգում ստորագրումը։ Ինչ կա ձգձգողի ատամի տակ։ Հիմա կոչեր են անում ստորագրել։ Ոչ ոք չի մոռացել անշուշտ, որ մոսկովյան լրատվամիջոցին Ալիևը հրապարակային ասաց. հենց բոլոր կետերը համաձայնեցված լինեն, կստորագրի։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա բոլոր 17 կետերը համաձայնեցված են։ Միջազգային հանրությունը վերջինը Իրանը կոչ է անում ստորագրել, արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում տևական կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար։ Բայց նա անդրդվելի է մնում։ Տիրանայում Փաշինյան-Ալիև կարճ հանդիպումից հետո էլ առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չեղավ։ Հենց այս հանդիպմանը համընթաց Բաքուն նույնը կրկնեց։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Այնպես որ հայկական կողմի լավ լուրի սպասելու հույսերը ըստ մասնագետների հոդս են ցնդում։ Սկզբանե ասել են, որ Ադրբեջանը չի ստորագրելու որևէ փաստաթուղթ, 2-3 տարի առաջ երբ գործընթացը նոր էր մեկնարկում, քանի որ այդ գործընթացի ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի շատ կարևոր խաղաքարտեր է վիճել եւ Ադրբեջանը մաքսիմալ արդյունք ստանալով գործընթացից շահագրգռված է գործընթացի շարունակականությամբ, այլ ոչ թե դա ինչ որ հանգույցային կետի հասցնելով, այսինքն շահագրգռված է, որպեսզի հետագա զիջումներ կորզի հայկական կողմից։ Մասնագետները պնդում են ցանկացած զիջումը հետևողականորեն նվազեցրել փաստաթղթի ստորագրման հավանականությունը, ու մինչև Ալբանիայում Փաշինյանն ու Ալիևը սկզբում ոտքի վրա, ապա արդեն նստած զրուցում էին, այդ ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաև Հայաստանի զինանշաններ թիրախավորել։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները։ Արարատներ Հաջիզադեի աչքը ծակել։ Մասնագետները չեն շտապում ենթադրել, որ հիմա էլ զինանշանի կամ այլ խորհրդանիշի հարցը նախապայմանի սեղանին կդնեն, բայց հենց ադրբեջանցի կոնֆլիկտաբանն է հաստատում, նա ամեն ինչ անելու է, որ ձգձգի ստորագրումը։ Ալիևը չի ստորագրելու, նա հիմա էյֆորիայի մեջ ընկած ձգտում է Հայաստանից պոկել առավելագույնը, ամեն պատրվակ պատճառ վերջնագիր կդնի սեղանին, որ ձգձգի, չստորագրի։ Հնդածս ամեն օր է Բաքվի մեդիան ռազմական ագրեսիայի շունչը տարածում, իշխանական падգամավորները ուղիղ են խոստանում վերացնել Հայաստանը։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Բայց եւ հայ եւ ադրբեջանցի մասնագետները համարում են, որ Ալիևյան այս կլանը հիմա ընդամենը վախի մթնոլորտն է պահում, ագրեսիայով սպառնում։ Համարում են, որ Ալիևը հիմա լայնածավալ էսկալացիայի չի գնա, կշարունակի անկանոն կրակոցներով ահաբեկել սահմանին։
խոշորամասշտաբ էսկալացիայի կգնա։ Ես այս սպայի դրությամբ չեմ տեսնում միջազգային որևէ կոնսենսուս դրա շուրջ։ Ադրբեջանը այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին ինտենսիվ տարածում էր ապատեղեկատվական հաղորդագրություններ, միևնույն ժամանակ տրամադրություններ ստուգելու նպատակով եւ հասկանալի դարձավ Ադրբեջանի համար, որ այս պահին միջազգային իրավիճակը թույլ չի տալիս իրեն գնալ լայնամասշտաբ գործողությունների։ Հայաստանի ներքաղաքական կյանքին էլ նա փորձում է ձեռքը հասցնել, ասում է մասնագետը։ Առաջիկա համապետական ընտրություններին ընթരാճ փորձելու է տեղեկատվական տերորով, քարոզչական պատերազմով գրոհել հայկական պետականության վրա, որովհետև սրտում ահռելի վախ կա, որ անընդհատ է բարձրաձայնում ռևանշիստները չվերադառնան։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մինչդեռ ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ ՀԱԲ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասման Գամբետովի կարծիքով Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր եւ խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների ավարտի եւ երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնության շուրջ համաձայնության մասին է։ ՀԱԲ քարտուղարը հույս է հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը ճանապարհ կհարթի հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար։ Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար թեև Երևանը ամեն բան անում է, սակայն Բաքուն շարունակում է նույն երգը երգել, թե Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Անդրադառնալով Ալիևի օգնականի հայտարարությանը, թե տարածաշրջանում երրորդ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա, օրենսդիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը։ Ալիևի օգնականն է կրկին անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։ Հաջիևը համարում է, որ խաղաղության համար լավագույն եւ ամենակայուն ժամանակը հիմա է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերություններում չպետք է լինեն ռազմական տարրեր։ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն եւ կայունություն։ Մենք լավ արդյունքների ենք հասել եւ որոշել ենք խնդիրների սահմանները։ Սահմանը չի որոշվում օկուպացիայով։ Հաջիևը կրկին խոսում է խաղաղության պայմանագրի մասին, բայց ելի նախապայմաններով։ Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է պահանջում։ Մենք գիտենք, որ եթե սահմանադրությունը սպառնալիք չի ներկայացնում մեկ այլ երկրի համար, մնացածը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հոդվածը պետք է բացառվի Հայաստանի սահմանադրությունից։ Անդրադառնալով Հայաստանի հետ բանակցային գործընթացին, Հաջիևը նշել է, թե տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա։ Ադրբեջանական կողմի այս ձևակերպումը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազային է վերաբերում։ Բաքուն իր շահերն առաջ մղելու համար հերթական նախապայմանն է առաջադրում։ Տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 102-րդ ռազմաբազայի հետ կապված ադրբեջանական կողմի հայտարարությանը։ Հայաստանի խորհրդանի նախագահը հայտնել է, թե Հայաստանի իշխանությունն այսօր չի քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու հարցը։ Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմա հայ-թուրքական ինչ։ Չէ, դա աբսուրդ է։ Նման բան չի քննարկում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու տենց բան չկա։ Մի խոսքով, չգիտեմ, ով է տենց խելացի բաներ ասում։ Չնայած ադրբեջանական կողմի հերթական նախապայմաններին ու հայտարարություններին, հայկական կողմը հայտարարում է, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն շարունակել դրանք։ Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է։ Հստակեցում որևէ պայմանավորվածություն կա արդեն, Սիմոնյանը տեղյակ չէր, ասաց ուղակի ենթադրում է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ համատեղ զորավարժանքն են սկսում Ադրբեջանն ու Իրանը։ Արազ 2025 կոչվող համատեղ զորավարժանքը օկուպացված Արցախի տարածքում է, բայց Թեհրանը հավաստիացնում է, թե Հայաստանի, նաև Ադրբեջանի տարածքներին որևէ վտանգ չի սպառնում եւ ուղղված է սահմանների անվտանգության ամրապնդմանը եւ հնարավոր սպառնալիքներին դիմակայելուն։ Այս ընթացքում Իրան մեկնած Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կրկին շեշտում է, Երևանը պատրաստ է բացել ճանապարհները, բայց միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
Թեհրանում միջազգային երկխոսության համաժողովն է, այստեղ են տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները, նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը թեհրանական այս հարթակում դարձյալ պնդել է, հայկական կողմը չի քննարկում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագիծը, այն գոյություն չունի։ Գրիգորյանը ձևակերպում է, Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը։ Frankly, there is no any discussion about any corridor. Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում, բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը։ Մեկ անգամ չէ, բազմաթիվ անգամներ է պաշտոնական Թեհրանը իր հերթին դեմ արտահայտվել միջանցքային տրամաբանությանը, այն համարելով վտանգ թե հայկական, թե իրանական շահին։ Բայց արդյոք սա հասկացել է Բաքուն, հարմարվելով Նախիջևան գնալու իրանական տարբերակին։ Համենայն դեպս այս տարի Ալիևը մի քանի անգամ արդեն ասել է, որ Երևանին սպասել չեն կարող, համագործակցում են Թեհրանի հետ։ Խաղաղության գործընթացի շուրջ լռության պայմաններում պաշտոնական Բաքուն վերջին ժամանակներում կարծես լռում է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, թեև սահմանին սադրանք է հրահրում ու տորպեդահարում խաղաղության գործընթացը։ Պաշտոնական Հայաստանի անգամ պարզեցված պայմաններով նվազագույնի հասցված ստուգումներով ճանապարհը չի ուզում Բաքուն, ուրեմն հրաժարվել է այս մտքից։ Պետք է անվանել թուրանական միջանցք։ Իրենք չեն հայտարարել, որ մենք հրաժարվում ենք, ասել են, որ պետք է բացենք, նաև կատարել են շինարարական աշխատանքներ։ Ինչու չեն համաձայնում, որովհետև ամբողջական վերահսկողություն են ուզում թուրանական միջանցքի վրա։ Իսկ դա էլ նշանակում է ոչ թե միայն ճանապարհի հարց է Ադրբեջանը փորձում լուծել, այլ Հայաստանի հարցն են փորձում լուծել։ Իդեպ Թեհրանում Գրիգորյանը հիշեցրել է հայկական խաղաղության խաչմերուկ հայեցակարգը, այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Հենց այս նախաձեռնությունն էր, որ Ալիևը որակեց ընդամենը թղթի կտոր։ Խաղաղության բանակցությունների մեկնարկին կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանվեց փաստաթղթից առանձին քննարկելու։ Հիմա ոչ մեկն է առաջ գնում, ոչ մյուսը։ Կա նաև երրորդ սառած կանգառած գործընթացը սահմանազատում, սահմանագծում։ Ինչու հանկարծ։ Բանակցություններ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սպասում են որոշակի լուծումների, կամ նրանց ասվել է, պետք է սպասեն այդ որոշակի լուծումները, ինչպիսին կլինեն Ուկրաինայում, ինչպիսին կլինեն Իրանի հարցում։ Ահա այդ հարցերից է ստերեոտիպ կախված այն վերջին մի քանի քայլերը, որ մնացել է կատարել Հայաստանի նկատմամբ, այնպես որ Ադրբեջանին առայժմ ասված է, որ սպասի։ Իդեպ, ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ըստ քաղաքագետի, նաև խաղաղության խաչմերուկն այս պահին Հայաստանի համար լավագույն եւ անվտանգ տարբերակը չէ։ Ասում է, քանի դեռ թուրք-ադրբեջանական կողմը չի դադարեցրել հակահայկական պահվածքը, թշնամուն որևէ կերպ վստահելը խիստ վտանգավոր է։ Տիգրան Ուիկուրգինյան, ժամը լրատվական։ Արչևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներանց։ Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ, ներքաղաքական զարգացումներ, երկրորդ նախագահի հարցազրույցի վեկտորները։ Ընդդիմություն գումարած Աղազարյան Ասլանյան հավասար է իմպիչմենտ, կգնան այս ճանապարհով խորհրդարանականները։ Նորքը նոր թաղապետ կունենա, աղմկահարույց ծեծից 20 օր անց թաղապետը հրաժարական տվեց, բայց չի զղջում արարքի համար, սպառնում է վերադառնալ խորհրդարան։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Եվրամիության անդամակցելու գործընթացին Ադրբեջանի հետ խաղաղության թեմային է անդրադարձել երկրորդ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը տեղական մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը, դրանք վերածելով եռակողմ ձևաչափի։ Ըստ Քոչարյանի, անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ եւ Հայաստանը դարձնել Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության անդամ։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարցն է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց, եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը բարիններ աշխատած եւ պաշտպանության նախարարությունում, եւ անվտանգությունում, եւ Ղարաբաղի հետ պատերազմի փորձ ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամեն ինչ ճիշտ որոշում է։ Բայց ես երբեք չեմ իմացել, որ հետագայում
չեմ մտածել, որ կարող է հետագայում այսպիսի զարգացումներ լինել։ Հիմա էլ եք համարում ամենաճիշտ որ։ Ես այն ժամանակ ամենից sense ռացիոնալ բացատրությունը սա էր։ Հարցազրույցում Քոչարյանը անդրադարձել է նաև վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացին, նշել՝ դուք վստահ եք, որ Փաշինյանը դեմ է իմպիչմենտին։ Երկրորդ նախագահի կարծիքով դա փակուղի տանող ճանապարհ է, որին ինքը միանալ չի կարող։ Մինչդեռ Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ՔՊ-ից հեռացած падգամավոր Հովիկ Աղազարյանի ուղեկցությամբ այսօր խորհրդարանում էր։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Եթե ընդդիմադիր երկու խմբակցություններին գումարվեն նաև իշխող ուժից հեռացած երկու падգամավորների ձայները, ապա հնարավոր է սկսել գործընթացը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության գործող վարչապետի անվստահության գործընթաց։ Դուք գիտեք, որ վերջին 4 տարիների ընթացքում շատերն են խոսել այս թեմայով, սակայն մենք ունենք երկու падգամավորներ, ովքեր այստեղ են, պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը, ովքեր նախաձեռնում են այս գործընթացը։ Այսօր մենք հանդես ենք եկել արդեն այստեղ նախագծով, ուզում ենք ցույց տալ, որ կա նախագիծ։ Հիմա նախագիծը պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանը կստորագրեն։ Մինչև պարզ կլինի վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցը, առաջիկայում նորքը նոր թաղապետ կունենա։ Սկանդալային ծեծկրտուքից միայն 20 օր անց Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է լիազորությունները, սակայն չի զղջում Արարատի համար։ Ավելին սպառնում է վերադառնալ 2026-ի ընտրություններին եւ քաղաքական վախճան բերել իր ձևակերպմամբ խորհրդարանի մանդատագողերին։ Գործընկերոջը ճանապարհելուց առաջ քաղաքապետ Ավինյանը հորդորել է այսուհետև հարցեր պարզելու համար բռունցքներին չդիմել, կա նաև քրեաիրավական ճանապարհը, գործակարգավարական նիստի մանրամասները տեսանյութում։ Նոր-նորքի թաղապետը հրաժարական է տալիս։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետն առաջինը հենց Տիգրան Տեր-Մարգարյանին խոսքի իրավունքը փոխանցեց։ Նա կարծիքն ամեն դեպքում չի փոխել, ակտիվիստ Չախոյանին ծեծի ենթարկելը վերջինիս հրահրած սադրանքի հետևանքներ։ Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով նոր-նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նոր-նորք վարչական շրջանի ղեկավար։ Ուզում եմ այնուամենայնիվ շեշտել, որպեսզի հետագայում նման, այսպես ասած, մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այնուամենայնիվ միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ։ Ապօրինի շինարարության դեմ պայքարը շարունակում է Երևանի ամենաբարդ խնդիրներից մեկը քաղաքապետարանի համար ամենախնդրահարույցը մնալ։ Ավինյանը ձևակերպեց, քանակն ու ծավալները նվազում են, բայց մշակույթի դեմ պայքարը ավելի բարդ է։ Առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ եւ չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության պատճառով է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց հետո, այսպես ասած, այդ շինությունների չգիտեմ, տերեր կոչենք այդ մարդկանց թե ինչ, այնուամենայնիվ փորձում են պայքարել այդ շինությունները սեփականացնելու համար, երբ որ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներից այդ տեսակ շինությունները։ Երևանի եկամուտները թերի են հավաքագրվել հունվարից ապրիլ ժամանակահատվածի համար քաղաքապետարանը նախատեսել էր գրեթե 25 միլիարդ 506 միլիոն դրամ գումար հավաքել։ Փաստացի մոտ 21 միլիարդ 970 միլիոնը կա, պակաս 3.5 միլիարդից առյուծի բաժինը 2.3 միլիարդ դրամը։ Հանրային տրանսպորտի թերհավաքագրման պատճառով է ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի։ Ավինյանն արձանագրեց, թե պետտրանսպորտից օգտվողների մինչև 80%-ը պարտաճանաչ վճարում է, այնուամենայնիվ նաև թանկացման դեմ բոյկոտի արդյունքն է։ Դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին։ Եվ օրինակի համար, եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես կարող է չկարողանա
անընդհատ այս ծավալը սպասարկի։ Քաղաքապետը նաև հերթական անգամ շեշտեց, երկրորդ կարծիք չկա տրանսպորտում չվճարելու դեպքում պետք է տուգանք լինի։ Համապատասխան օրենքի նախագիծը հիշեցնեմ, արդեն խորհրդարանում է։ Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծ ու դատավարությունը։ Այսօր հարցակ քննել են Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին, հարցեր ուղղել առաջին արցախյան պատերազմին նրա մասնակցության վերաբերյալ։ Զուգահեռ թշնամին հողին է հավասարեցնում օկուպացված Արցախի հայկական գյուղերը։ Մարդու իրավունքների նախկին արցախցի պաշտպանները սկսել են հավաքագրել ու արձանագրել թշնամու բարբարոսությունները միջազգային իրավական գործընթացներ սկսելու համար։ Ադրբեջանական տարբեր բաց հարթակներում ամենօրյա ռեժիմով են հրապարակվում լուսանկարներ ու տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները քանդում ավերում հայերի տները Արցախում։ Կան նաև արբանյակային լուսանկարներ։ Արցախի նախկին օմբուդսմեններ Արտակ Բեգլարյանն ու Գեգամ Ստեփանյանը, նաև հայ իրավապաշտպաններ երկրորդ փուլով հավաքագրում են տվյալներ Արցախի հանրապետության բռնազավթված բնակավայրերում ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ միջազգային իրավական գործընթացների համար։ Վերջնական նպատակը իհարկե վերադարձի իրավունքի կանգնումն է, բայց մինչև դա պետք է անհատական գույքը պաշտպանել։ Իհարկե ամենակարևոր հանգամանքը բռնի տեղահանման փաստերը ներկայացնելն է կամ հանգամանքները ներկայացնելն է եւ ցույց տալ, որ մարդիկ վերադառնալու հնարավորություն չունեն։ Գլխավոր պահանջը վերադարձի ապահովումն է, իհարկե նաեւ մարդկանց մասնավոր սեփականության պաշտպանության ապահովումը այնքանով որքանով հնարավոր է։ Օրերի կամ ամիսների հարց չէ, ասում են իրավապաշտպանները, պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կլինեն տարիներ անց։ Հնարավոր որոշումները կարող են վերաբերվել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը, բայց նաև այս անհատական հայցերի առաջին կարճաժամկետ կարևոր էֆեկտը կանխարգելումը կարող է լինել։ Մենք տեսնում ենք, որ օրեցօր այդ դեպքերը շարունակվում են, ելնելով այն սկզբնակետից, որ եթե օրինակ դատարանում անհատական 1000 կամ չգիտեմ 3000, 5000 գանգատներ լինեն քանդված գույքի մասով, մյուս անգամ ադրբեջանական իշխանությունները մի քիչ ավելի երկար կմտածեն հերթական գույքը ավերելու ուղղությամբ։ Այս հայցերը, որպես անհատական դեպքեր, նաև հիմնավոր փաստարկների ու հավաքագրված տեղեկությունների ամբողջական ու համապարփակ արխիվ կարող է լինել։ Եվ եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի կոնկրետ կառույցներ, ՄԱԿ-ը ունի կիսադատական, ավելի շատ մոնիթորինգային մարմիններ, բազմաթիվ մեխանիզմներ կան, որոնք կոնկրետ դեպքերի կամ կոնկրետ կարգավիճակով անձանց են վերաբերում եւ այս փաստերի հավաքագրումը նպատակ ունի համապատասխան դիմումներ պատրաստել կամ փաթեթներ պատրաստել տարբեր մարմինների համար։ Ինչ քայլի պետք է դիմի Ադրբեջանը, եթե ենթադրենք հազարավոր բավարարված նման գագաթներ կլինեն։ Ուղղակի հաջորդ քայլը կամ պետք է դրանք կատարի, կամ պետք է դուրս գա եվրոպական կոնվենցիայից։ Քանի որ հայցերը անհատական են, այստեղ իրավապաշտպանները շեշտում են, նույնիսկ եթե Հայաստանը որոշի միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել, ապա այս պայքարին վտանգ չի սպառնա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Հզոր պայթյուն Երևանում կան այրված մեքենաներ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Մոտ 1.5 ամսից հուլիսի 1-ից դեղերը դեղատներից պետք է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվեին, բայց պարզվում է առողջապահության համակարգը դեռ պատրաստ չէ այս փոփոխությանը։ Իսկ ինչ սպասել առողջապահության համընդհանուր ապահովագրությունից, հարցնում են մասնագետները։ Մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ նախորդ տարվա վերջին նիստում կառավարությունը որոշեց, որ դեղատոմսով գնման ենթակա դեղերը ոչ թե 2027-ից ինչպես ավելի վաղ էին հայտարարել, այլ այս տարվա հուլիսի 1-ից դեղատները պետք է վաճառեն բացառապես դրանցով։ Հիմա հերթական անգամ փոխում են օրը, ամեն դեպքում հետ քայլանում դեպի 2027, ընդ որում նույն հիմնավորմամբ։ Առնվազն երկրորդ անգամ է այս տեքստը տեղ գտնում իրավական նախագծերի կայքում։ Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողման գործընթացը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բաց թողման գործընթացը։ Նախարար Ավանեսյանն անցած տարվա աշխատանքներն ամփոփելիս նշեց, մեջբերում եմ, դեղատոմս դուրս գրել ընդամենը 2-3 րոպեի հարց է, կարգավորված դեղերի խումբը փոքր, ինչու չանել այդպես։ Ոլորտի փորձագետները նկատում են, ժամանակ
Նախարարը բոլոր հարցերի պատասխանը տվեց։ Անցնող ամիսների ընթացքում 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատներ դրանցից միայն 34,000-ն էր հասել։ Նախարարությունն էլ ընդունեց համակարգը պատրաստ չէ, բայց այն նաև այսպես պարբերական փոփոխություններով է խարխլվում։ Յուրաքանչյուր փոփոխություն դա համակարգի համար նոր մարտահրավեր է, որը որ պետք է համակարգը պատրաստի։ Երբ դրանից ելնելով ինչ է առաջանում է խնդիրներ, այսինքն քմահար փոփոխությունների արդյունքում համակարգի տնտեսվարողները, այսինքն բժշկական օգնություն իրականացնողները խնդիրներ ունենալու։ Դա հենց անհատ բժիշկները։ Փորձագետները նաև պնդում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը մինչև 2027 թվականը հետաձգելով նախարարությունն ըստ էության նաև պատասխանում է արդեն ամիսներ շարունակ օդում կախված ի վերջո երբ կգործի համընդհանուր ապահովագրությունը հարցին, ասում են մինչև 2027-ը հույսեր չունենակ, չէ որ էլեկտրոնային դեղատոմսերը համընդհանուր ապահովագրության համակարգի առանցքն են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրթական թեմաներ 1969-ին հեղինակած ժամանակակից հայերենի քերականությունը եղել եւ մնում է շատ մասնագետների սեղանի գիրքը։ Մեծ լեզվաբանի ուսումնասիրման առարկան հայերենի քերականությունն էր հնի ու նորի համադրությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիան այսօր միջազգային գիտաժողով էր հրավիրել հայ լեզվաբանության կենտրոնական դեմքերից համարվող Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակի առիթով։ Նա լեզուն ուսումնասիրում էր որպես մտածողության և ինքնության արտահայտում։ Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի 100 տարին լրացավ։ Նրա անունը ժամանակակից հայ լեզվաբանության ակունքներում է։ Արցախի Տումի գյուղում է ծնվել, մասնակցել հայրենական մեծ պատերազմին, իսկ հետո ամբողջ կյանքը նվիրել լեզվին ու կրթությանը։ 1996-ին էլ դարձել է ակադեմիկոս և հանձնառու եղել գիտելիքն ու պատմությունը սերունդներին փոխանցել։ Ինքը հայոց լեզվի իսկական պահապանն էր, նվիրալ, շատ զարգացած։ Նրա դասագրքերը չեն հնացել, նրա դասագրքերով կարելի է 200 տարի հետո էլ։ Նրա գրքերը մինչև օրս լեզվի ուսումնասիրության և ուսուցման հիմք են։ Աբրահամյանի տեսական թեզերը գործընկերների խոսքով դասագրքերի, համալսարանական ծրագրերի, նույնիսկ լեզվաքաղաքականության առաջնորդներ են եղել։ Նա մեծ գիտնական էր։ Բավական է ասել, որ 90-ականներին երբ Արցախը բլոկադայի մեջ էր, տարեց մարդը նաև հաշմանդամ պատերազմը։ Ինքը անձամբ ուղղաթիռներ էր բարձում և տանում էր իր հայրենի գյուղը։ Հայրենի Տումի գյուղի դպրոցն իր անունով էր կոչվել։ Նա իր գործունեությամբ վեր է բարձրացել ոչ միայն որպես լեզվաբան, այլև որպես ազգային արժեքների կրող ու կրթության նվիրյալ, ասում են գործընկերները։ Նրա ասպիրանտները առ այսօր հիշում են այնպիսի այսպես ոգեղեն մոտեցումը սերունդներ պատրաստելու գործընթացին, որը անխզելորեն որպես մեթոդաբանական ռեսուրս կդրվեր այսօրվա մանկավարժական գործունեությունը ուսուցանող մասնագետների համար։ Նրան բնորոշ էր լայնախոհությունը։ Նա երևույթները դիտարկելիս չէր սահմանափակվում կանոնների մեջ, եղած կանոններով եւ անպայման հաշվի էր առնում լեզու խոսք միասնությունը, լեզվական իրադրությունը։ Կուզենայի ընդգծել նրա խոշոր ավանդը երկու այլ բնագավառներում ևս։ Առաջինը տերմինաբանությունն է։ 1962-ից նա հանդիսացել է կառավարության առընթեր տերմինաբանական կոմիտեի անդամ, իսկ 92-ից հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ Նա դասավանդեց, ստեղծեց, ներշնչեց, եւ այսօր Աբրահամյանի թողած ժառանգությունը խոսում է ավելի բարձր, քան երբևէ։ Գործընկերները նրա հետ աշխատելը պատիվ են համարել։ Այսօր հարազատներն են հպարտանում։ Դուստր ընթերցեց հոր կատված ստանալուց առաջ թողած նամակը։ Աղջիկը զարմանում է, որ գրառման վրա հայրը ամսաթիվ է թողել։ Նախկինում գրեթե չի եղել նման բան։ Դստեր խոսքով հնարավոր է զգացել է, որ դա վերջն է։ Ես աշխատում եմ եւ լսում երաժշտություն ռադիոյով։ Մեկ էլ լսեցի երգի խոսքի մեջ այսպիսի արտահայտություն. Եղած չեղածը մի կյանք, բայց հազար ու մի հոգսուցավ։ Երգի վերնագիրը չասացին, այդ արտահայտությունը ինձ վրա թողեց շատ ուժեղ տպավորություն։ Եղած չեղածը մի կյանք։ Արդյոք հայրիկիս մոտ մոտալուտ վերջի նախազգացում էր դա։ Եղած չեղածը գուցե մի կյանք է, բայց հայրս այդ կյանքն ապրեց արժանապատվորեն, ընդգծում է Տիկին Անահիտը։ Ապրեց այնպես, որ հեռանալուց 2 տասնամյակ անց այսօր շուքով, հանդիսավորությամբ, անկեղծ ջերմությամբ ու սիրով են նշում ակադեմիկոսի 100-ամյակը։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Որ Made in Armenia պիտակով ապրանքները հասնեն նաև արտերկրի սպառողին, նախ հայ սպառողները կորոշեն լավագույնին, իսկ թե ով կարժանանա որակի այս տարվա նշանին կընտրի ինքը հայ սպառողը։ Մինչև այդ թեժ մրցակցություն է սպասվում շուկայում։
Միջազգային մրցանակաբաշխություն որակի նշան 6-ամյա կենսագրությամբ կարճ, բայց խոստումնալից ճանապարհ անգամ միավորում է ոլորտի նվիրյալներին, արտադրող, ստեղծարար ու աշխատող մարդկանց ոգեշնչելու ու պարգևատրելու նրանց որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշների համար։ 2019-ից ընկերությունն իրականացնում է տարատեսակ մրցանակաբաշխություններ, 2022-ից արդեն International Quality մեծ ընտանիքի անդամ է։ Մինչև օրս այս միջոցառումը կազմակերպել են Դուբայում, Փարիզում եւ Մոնակոյում։ Անաչառ ներկայացնում ենք որակով ապրանքատեսակը եւ սնունդը, ինչի արդյունքում սպառողը կարողանում է ընտրել լավագույնը, իմանալ լավագույն ապրանքատեսակը եւ օգտագործել իր առօրյա կյանքում։ Այս տարի սեպտեմբերին նախատեսում են եւս մեկ միջազգային մրցանակաբաշխություն Դուբայում, իսկ արդեն տարեվերջին Նյու Յորքում։ Այնուհետև վերջին կանգառը Երևան կգա։ Մրցանակաբաշխությունը լավ առիթ է եւս մեկ անգամ ընդգծելու որակի արժեքն ու դրան հասնելու ճանապարհին որդեգրած դժվարին առաքելությունը։ Համտես է կատարվում, սպառողը համտես է անում, ընտրում է լավագույնը, հետո մենք լավագույն ընտրվածը ուղարկում ենք լաբորատորիա։ Այնուհետև լաբորատոր փորձակնությունը անցնելուց հետո մենք արդեն կարողանում ենք իրեն որակի նշան կոչումը կամ պատվոգիրը հանձնել այդ ապրանքան տեսակին։ Ամեն տարի մրցակցությունը ավելի թեժ է դառնում։ Մրցանակաբաշխությունը մոտիվացնում է մասնակից ընկերություններին, կազմակերպություններին ու անհատներին լավագույնս պատրաստվելու ու ներկայանալու տարվա իրադարձությանը։ Ասել որ տարեվերջին լինելու է որակի նշան Expo 2025-ը, որտեղ որակով ապրանքատեսակները ներկայացվելու են եւ մեզ սպառողները կարողանալու միանգամից ստուգել եւ ճանաչել լավագույն ապրանքատեսակները։ Ընկերությունում հավատացած են որակի նշանը ճանապարհ է հարթում բարձրորակ սննդամթերքը անվտանգ եւ գրագետ հասցնել հայ սպառողին։ Որակի նշանի գերնպատակը նաեւ մեր տեղական արտադրանքը արտերկրում հանրահրճակելն է։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Որ քաղաքացին հերվից մայրաքաղաք չհասնի, բանկն է գնում քաղաքացու մոտ։ Թվային բանկինգի առաջատարներից ID բանկը կապանում նոր հարմարավետ ու ժամանակակից մասնաճյուղ է բացում։ Այս կերպ հաճախորդները օնլայն գործարքներին զուգահեռ կարող են նաև օֆլայն սպասարկվել։ Կապան քաղաքում ID բանկը բացեց իր նոր մասնաճյուղը։ Բանկի հաճախորդները ուրախությամբ են նշում, որ բացի առցանց գործարքներից անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև ֆիզիկապես սպասարկվել մասնաճյուղում։ Բանկի բոլոր մասնաճյուղերը Կապան մասնաճյուղը եւս հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։ Կապան քաղաքում մենք արդեն բազմաթիվ հաճախորդներ ունենք, որոնք թվային հարթակներով օգտվում են մեր ծառայություններից, Իդրամ եւ ID բանկ հավելվածի միջոցով, բայց որոշեցինք եւ շատ կարեւոր էր մեզ համար, որ բացենք նաեւ մասնաճյուղ, որ այդ հաճախորդները կարողանան սպասարկվել նաև ֆիզիկապես։ Կապանի բնակիչ բանկի հաճախորդ Սվետլանա Մոսիսյանի ձևակերպմամբ էլ մարզային կյանքի համար շատ կարևոր են նման նախաձեռնությունները։ Սվետլանայի խոսքով ID բանկը թվային բանկինգի առումով առաջատարներից է։ Վստահ եմ, որ այս մասնաճյուղը կհեշտացնի ավելի շատ հաճախորդների կյանքը եւ կբարելավի տեղական տնտեսությունը։ Կապանում եւ քաղաքի հարակից բնակավայրերում բանկն ունի շատ հաճախորդներ, որոնց հետ կապը ել ավելի ամուր կդառնա բանկի ֆիզիկական ներկայությամբ։ Բանկի համար հաճախորդամետ սպասարկումը առանցքային արժեքներից է։ Կապանի նոր մասնաճյուղում էլ ակտիվ է հաճախորդների ներգրավվածությունը։ Բոլոր ծառայությունները մատուցում են քարտային, վարկային, ավանդային հաշիվների սպասարկում եւ բոլորի մեծ սիրով հրավիրում ենք մասնաճյուղ մեր մոտ սպասարկվելու։ ID բանկի Կապան մասնաճյուղը գործելու է Արամ Մանուկյան փողոց 1/68 հասցեում։ ID բանկի բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց ID banking.am առցանց հարթակով կամ Idram ID bank հավելվածով։ Վերջինս ունի անհպում QR վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պայթյուն եւ հրդեհ է բռնկվել այսօր Երևանի կենտրոնում։ Պատճառը գազատար խողովակի հետ բետոն խառնիչ մեքենայի բախումն է եղել, որից հետո բռնկվել են նաեւ հարևանությամբ կայանած մեքենաները։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, միջադեպից մարդիկ չեն տուժել, վնասը միայն նյութական է եղել։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Ամբողջ ծավալով գործարկել են աղբահանության գումար վճարողների հաշվառման նոր համակարգը, որին ինտեգրվել են մի քանի վճարահաշվարկային կազմակերպություններ։ Քաղաքային իշխանությունը բոլոր տույժ-տուգանքներից ազատող նախագիծ է մշակել։ Քաղաքապետ Ավինյանն ասել է կներկայացնեն ավականու վաղվա նիստում, վստահեցրել, քանի դեռ համակարգը նոր են ներդնում, աղբահանության հետ կապված որևէ տուգանք չեն կիրառելու։ Նույնիսկ եթե որոշ դեպքերում վճարումներ եղել են, դա հաշվարկցելու է հիմնական աղբահանության վճարից։ Հայ եւ ռուս փրկարարները Երևանում քննարկել են արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրներ։ Մարդասիրական
արձագանքման կենտրոնը բացվել է 2016-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։ Նախատեսված են փրկարարական գործողություններին աջակցելու երկրաշարժերի, սուղանքների, ձնահյուսերի, հետևանքների վերացման եւ այլ արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարի խոսքով մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը եւ գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը անկասկած կարագացնեն պրոֆիլային կառույցների կատարելագործումը։ Արմավիրի մարզում ծիսապաշտամունքային համալիր են պեղել հայտնաբերված հնագիտական շերտերը մեր թվարկությունից առաջ 6-ից 3-րդ տարերով են թվագրվում։ Սա ըստ մասնագետների բացառիկ հնագիտական նյութ է։ Գտել են քարե գործիքներ, մեծ քանակությամբ խեցեղեն եւ այլ արժեքավոր իրեր։ Մոխրաշերտով եւ այրված փայտի ածխացած մնացորդներով ծածկված հաստ պատերով կարասների հայտնաբերումը կամ որոշակի ծեսի կամ էլ դժբախտ իրադարձությունների մասին է խոսում։ Օրինակ հարձակում, հրդեհ եւ այլն։ Քանի որ նաեւ այրված ոսկորներ են գտել։ Արշավախումբը շարունակում է շերտ առ շերտ բացել Խանջան գյուղի բլրի գագաթին կանգնած աշտարակը։ Տրանսպորտային միջոցների բախման հետևանքով Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին եւ Սյանը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հարևանությամբ կայանած 2 Mercedes մակնիշի եւ BYD մակնիշի ավտոմեքենաները եւս հրդեհվել են։ Վարորդները եւ այլ անձինք բարեբախտաբար այդտեղ չեն եղել։ Ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ եւ մարմնական վնասվածքներ չստանալ։ Ավտոմեքենաները հրդեհվել են Սիլվա Կապուտիկյան փողոցում ժամը 16:02-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ։ Շիրակի Արփիլիճ ազգային պարկի տարածքում հայտնաբերել են արջի թարմ հետքեր։ Շրջակա միջավայրի նախարարությունից զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին հորդորում են անտառային տարածքներ մուտք գործելիս լինել զգոն, ընտանի կենդանիներին չթողնել առանց հովվի կամ վերահսկողության եւ խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ օդերևութաբանական կանխատեսումներ մայիսի 20-ից 21-ը կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ին եւ 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Եվ այժմ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 17-ից 21, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 16-ից 19 աստիճան տաքություն, Լոռիում կլինի 17-ից 20, Տավուշում 20-ից 23 աստիճան ջերմություն, Արարատում, Արմավիրում սպասում ենք 25-ից 27 աստիճան, Սյունիքի հովիտներում կլինի 24-ից 29 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 18-ից 23 աստիճան ջերմություն։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 10-ից 12, ցերեկային ժամերին 24-ից 26 եւ երեկոյան ժամերին կլինի 17-ից 19 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։